Bari jandarm ya. Sport neresi bari.
Euro, la, vele, euro. La, toto. Yuri. Razalo gel. Ձեածան գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, այն ինչ որ տեսնում ենք սոցցանցերում, մեր վրա կարված այդ գործերը, չգիտեմ մեզ աջակցողներին, որ իրենց լեզվով ասած պարկաստում են ասֆալտներին, ձեզ բոլորիդ կոչ ենք անում մի վախեցեք մեր այդ շփումից, անպայման մասնակցեք ընտրություններին, որպեսզի փոխենք այս ամեն ինչը, որ մենք այսօր տեսնում ենք մեր աչքերով, որը որ մեզ բոլորիս համար անընդունելի է։ Հայ Հայաստան, համար 4, միացիր, միացիր։ Ողջույն, Սիացանի հարգելի բնակիչներ, մենք ներկայացնում ենք Հայ Հայաստան կուսակցությունը, վաղաշաբաթի ընտրություններին մասնակցում ենք թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Այս իշխանությունները դուք արդեն տեսնում եք, գիտեք, որ իրենց բնորոշ ճղճիմ քայլերով հարձակվել են Հայ Հայաստանի դեմ, փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, փորձում են մարդկանց մոտ առաջացնել մի վիճակ, որ իրենց դեմ իբր խաղ չկա։ Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասում եմ, Նիկոլ Փաշինյան, նայի թե Սաակաշվիլին ինչ օրն է ընկել ու պատկերացրա, որ դա քեզ սպառնացող ճակատագիրն է։ Վրաստանում էլ Սաակաշվիլին խայտարակ բռնաճնշումների էր ենթարկում իր ընդդիմախոսներին, իսկ այսօր մենք բոլորս գիտենք, թե ինքը ինչ վիճակում է։ Նիկոլ Փաշինյանի պարագայում լավագույն դեպքում մենք ունենենք Տիխանովսկայի ճակատագիրը, դա այն նախագահացուն էր Բելարուսի, որը նորից դրսի ուժերի կողմից օգտագործվում էր, հետո տեսան, որ չի օգտագործվում մինչև վերջ, չի ստացվում պլանը, փախցրեցին, իսկ հիմա դեն են շպրտել որպես օգտագործված գործիք։ Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ ինքը ոչ Սաակաշվիլուց է լավը, ոչ Տիխանովսկայից, բայց ինքը ամեն ինչ անում է, որ շատ վատ ճանապարհով գնա, այսինքն գնա Սաակաշվիլու ճանապարհով։ Դա իր ընտրած ուղին է, մենք ոչնչով չենք կարող օգնել։ Այս ընթացքում մենք արձանագրել ենք նաև վարչական ռեսուրսի խայտարակ կիրառում։ Մեծ տեղեկություններ են հասնում այն մասին, որ ուսուցիչներին կանչում վախացնում են, ասում են ընդդիմության հետ հանդիպումների չգնաք, ասում են մեր թեկնածուին այդ հորը ուրացած, հոր ճանապարհը ուրացած տղային պետք է քվեարկեք եւ ուրացողների դաշինքին ձայն տակ, այսինքն դաշինք, որի մի կազում ասեց է արդեն տղան հոր անցած ճանապարհն է ուրացել, եղբայրն էլ Վազգեն Սարգսյանի անցած ճանապարհը։ Մեր համար անընդունելի է դա, մենք խայտարակություն ենք որակում այդ ամեն ինչը եւ Հայաստանում եթե մարդու իրավունքների հարցերով զբաղվողներ կան, իրենց ձայներն չենք լսում։ Նախկինում էս ամեն ինչի մի տոկոսը լիներ, հիմա իրենց համապատասխան վայրերը պատարոտել էին ու դժվարանալու էին դրանից հետո նստել, որովհետև ինչ-որ մի տեղը մռմռալու էր։ Բա հիմա ինչի ձեն չեք անում։ Բա միջազգային իրավապաշտպան կառույցները ուր են, ինչ են զուգ դարձել,
բերանները ջուր են առել ու ծպտուն չեն անում, երբ որ ընդդիմության դեմ ճղճիկ հարձակումներ կան, երբ որ քրեական գործեր են կարում մեր թեկնածուների դեմ, երբ որ Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի դեմ գործեր են կարում, բավուր են ինչից են չեն հանում, ինչի են լրության մատնում են այդ ամեն ինչը, թե իրենց ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիրը կյանքի կոչի, իրենք էլ Հայաստանի հաշվին իրենց աշխարհաքաղաքական խնդիրները, շահերը լուծեն առաջ տանեն։ Մենք շատ լավ տեղյակ ենք, իդեպ ասեմ, ինչու են մեր դեմ հարձակվում հենց, որովհետև մեր թեկնածուները հիմնականում հենց Խոյ համայնքից են։ Իրենց հաշվարկը այն է եղել, որ Խոյ համայնքի ձայները իրենց գրպանում է, այդ Խոյ համայնքի ձայներով կկոմպենսացնեն Էջմիածնի իրենց չունեցած ձայները ու կվերարտադրվեն աթոռի վրա, սոսնձված կմնան։ Հիմա իրենց պլանները Մայր Հայաստանը խախտել է, իրենք շատ լավ գիտեն, որ Մայր Հայաստանը գաղափարական թիվ 1 ընդդիմախոսն է քաղաքացիական պայմանագրի եւ թուրքական 5-րդ Շարասյան այդ հանրապետություն կոչվածի, դրա համար էլ հարձակվել են Մայր Հայաստանի դեմ։ Հիմա Մայր Հայաստանը նաեւ ծրագրային առումով գլխավոր գաղափարական ընդդիմախոսն է այս իշխանությունների։ Մենք շատ լավ տեղյակ ենք, թե գյուղերում ինչ խնդիրներ կան, Էջմիածնում ինչ խնդիրներ կան։ Մենք շատ լավ գիտենք, թե ոնց են սրանք հարձակվել ջերմոցների վրա, տնամերձ ջերմոցների հետ կապված, արդեն նոր կառուցվելիքի հետ կապված, եղածների գործնեության հետ կապված, այնպիսի գներ են սահմանում, որ մարդիկ ուզում են իրենց ջերմոցները քանդեն, ոչ մի բանով չզբաղվեն։ Ամբողջ աշխարհում, նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում գյուղատնտեսությունը դոտացիոն է։ Այսինքն պետությունը անընդհատ աջակցություն է տալիս գյուղացուն, որպեսզի կարողանա տեղական արտադրությունը ունենալ, բանջարաբոստանային կուլտուրաներ եւ այլն, եւ մնալ իր հողին կպած։ Իրենք պարենային անվտանգություն են ապահովում։ Հիմա ինչ է անում այս իշխանությունը։ Գյուղացուն չի օգնում, դրա փոխարեն էլ հարձակվում է գյուղացիների վրա։ Մայր Հայաստանի տեսակետը այն է, դիրքորոշումը այն է, որ մենք ջերմոցային տնտեսությունների հետ կապված ամենանպազագույն, մինիմալ, շատ դեպքերում զրոյական չափ ենք պատկերացնում գումարների, որպեսզի նրանք, ովքեր նոր են ուզում կառուցել, պետք է նպաստել, որ իրենք կառուցել, որ իրենց տունը պահեն եւ երկիրներ պահեն իրենց արտադրանքով, եւ մյուս կողմից, եթե արդեն գործողները կան, ուրեմն մենք պետք է ելի նվազագույն գներ սահմանենք, որպեսզի ջերմոցային տնտեսությունները զարգանան։ Մայր Հայաստանի դիրքորոշումը հենց դա է։ Ու մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գյուղացի արտադրանք տա, վաճառի, արտահանի, համ իրեն պահի, համ երկիրը պահի, համ երկիրը զարգացնի։ Այդ առումով մեր մոտեցումները կտրուկ տարբերվում են իրենց մոտեցումներից։ Դրա համար էլ հարձակվել են Մայր Հայաստանի դեմ, բայց Ժորժ ջան, պետք չի վախենալ վախեցածներից։ Իրենք են վախեցած ու փորձում են վախեցնել մեր ժողովրդին։ Դա չի ստացվելու։ Մենք որպես ընդդիմության դրոշակակիր, գաղափարական թիվ 1 ընդդիմախոս այս իշխանության ասում ենք, ձեր մոտ ոչինչ չի ստացվելու, մենք շարունակելու ենք մեր պայքարը եւ քաղաքացիներին բոլորին կոչ ենք անում մասնակցել ընտրություններին եւ մերժել այս թրքահապատակ իշխանություններին, որոնք կեղեքում են գյուղացիներին, Էջմիածնում խայտարակ կառավարում են իրականացրել եւ ընդհանրապես երկրում էլ իրականացնում են թուրքական ծրագիրը հարձակվելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, հարձակվելով մեր արժեքների դեմ։ Դրա համար մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին, միացեք, որ փոխենք, մեր Մայր Հայաստանն ենք, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր։ որ փոխենք։ Հարգելի ծիածանցիներ, շնորհակալ ենք, որ եկել եք մեր հետ հանդիպման։ Մենք հիմա գյուղի տարածքով կանցնենք եւ կներկայացնենք մեր մոտեցումները, մեր ծրագրերը, կլսենք ձեզ եւ քանի որ այստեղ արդեն սկզբնամասում մեզ հուշակարի մոտ դիմավորել եք, ես կառաջարկեմ մեր թիմակիցներին, որպեսզի ծափարենք եւ շնորհակալություն հայտնենք ծիածանցիներին մեզ ընդունելու համար։ Ձեզանից ընդհանրապես մի բան է պահանջվում։ Նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս, մերժել քաղաքացիական պայմանագրին ու իր կցորդներին, քվեարկել ազգային ուժերին եւ մասնավորապես Մայր Հայաստանի օգտին եւ մենք ձեր օգնությամբ կվռնդենք քաղաքացիական պայմանագրին
Վաղաշապատի վրայից, հետագայում նաև իշխանության վրայից։ Միացիր։ Միացիր։ Մայր Հայաստան։ Համար 4։ Շատ շնորհակալություն Ժողովուրդ ջան, հիմա մենք գյուղամիջով կանցնենք, հա, ուզում եք խոսք։ Խնդրեմ, հարցեր։ Այդքան սկսեք 6 ամիս տեղանա, որ ասենք այդ խտաբանությունը դաշնական տես, ես այդ կամպով ձեր արտիկը, ձեր մտաղացումները, որոշումները, ոնց է տանել, արշ տեղի, ոչ թե 6 ամիս տեղի, և նույնը գազը, նույնը խմելու ջուրը, նույնը ասենք աղասների օրինականացումը, կա շունությունը, որ ասենք սեպական, կանամատների կա շունությունը, արել ենք, տուն ենք սարկել, ինչ-որ տարած ենք սարկել, չենք օրինականացում, ում սեպական նորի գրել բնամեր, և սեպականաշնորը հորի վրա, ըստ բուլ տղության, բայց այդ տղոց ասը շատ երջավա, ոնց է տանել, ոչ չտեղ։ Դու նայեք, այնի շոտ կապված է համայնքային իշխանությունից, առաջ քայլում ու բնականաբար ուզում նոր իշխանություն ծրագրել։ Ես քիչ առաջ արդեն ներկայացրեցի, որ ջերմոցային տնտեսությունները, տնամերները, գրեթե զորական դիրքաչափով մեր կողմը շնորհելու օրինականացնել։ Այսինքն պետք է նայենք օրենքի շենքչքանը ամենանվազագույնը սահմանել ժամը։ Երկրորդը կառավարության հետ կողմեր տալով, որ այդ ժամկետը որ դուք ասում եք օրինականացնում 6 ամիսատերում, իրանք օրենքով սահմանված կարգով փոփոխության ենթարկում ու եւ ամենակարևոր երրորդը մենք է սրանց հետ երկար չենք պատրաստվում աշխատել։ Այսինքն սրանք պետք է դնան։ Մենք կողմ ենք ջերմոցային տնտեսությունները օրինականացվի ամենանվազագույն արժեքներով կամ զորական դիրքաչափերով, պետք է օրենքի սահմանները նայել, իսկ եթե անհրաժեշտ է օրենքը փոփոխության ենթարկել, այդ արդեն լոբինգի հարցը, ճնշման հարցը, համայնքային նոր իշխանությունը իր ճնշումների միջոցով ժողովրդի ձեր աջակցությամբ փոփոխության կենթարկի, որովհետեւ մենք ընդհանրապես չենք պատկերացնում, որ ջերմոցային տնտեսությունների դեմ պետք է ինչ-որ այնպիսի դրույթաչափեր տիրալը, որ մարդիկ կամ ձեռնտու չեն աշխատելը կամ ստիպված լինեն, ասենք, բարգեր վերցնել նկարը վրա։ Ուղղական համանախագծով Նիկայի հնարավորություն, ասենք, չական համայնքը, իրեք հատկացություն, մենք մեր հողի վրա, մենք մեր հողով, մեր համայնքի ընթանում հողովրդով, որոշում այդ տարածքների օրինականական, այդ տպիշ չատկվել է, ասեք, շեղում է 15-20 սանտիմ, արևանյանը ունեք 20 սանտիմ, մեկի պատրաստ, հավագում է, այս մեկի շոշկա, դուսա չապի, ընեկի ներսը, ոմա, իդամ, ինչ անասել է, այսօր կնկու ատեղ, ասեք, գյուղը որոշում է, ապեր, եթե մեր կնկու չունի, եթե հարևանները միշտ որոշում, ինչ մտադական կորդ, Եթե համարևանները, եթե համակրան, օրինականացում պրծել եք, այս աղագից սաղ պրծնել։ Ես այդ ին հարդը տղեր եմ նիքան վրավաշքային կաղավարման նախարար ստատյանիստ է, և այդմանիստ է։ Մինիմը ձեզ եմ տալ, մինը ով է տալ, Նիկոնել է տալ, Նիկոլին եմ է տալ։ Նիկոլա Վիշչյան։ Չէ, կարող ա գա, ստե հարդը ուրիշ է, որ պրծալ է։ Ոնց եք ուզում անեն, որ Լրիվ հասնելով Facebook-ում լրիվ տեղակին կերետեք մասին է խոսացի։ Մեր ցուցակը գլխավորում են մարդիկ, շահարությունները Դավիթ Ղարաբաղյան, ովքեր համայնքի կառավարման փորձում են։ Իրանք է շատ լավ քաջատեղյակ են ընդունվել։ Ես կարծում եմ, ասենք օրենք եմ, ես ջերմոց եմ սարդի, ես համադում բայց այդ պրոցեսները օրինականացնում չէ, ոչ թե տեղի դեցանի, ոչ թե ասենք տունս ուզում եմ գրանցում, տանում մարդուն եմ սարդի, ես ական նորականություն, մարդ ուզում է 20 սանտիմ, դիվը չի համընկել,
20 սանտիմետր մոտ չկարում օրինական ազգ։ Արևանները խնդիր չունեն։ Ասենք մարդիկ 30 տարի, 40 տարի օգտագործել են այդ հողը, հիմա բերել են, ասենք GPS-ով, արբանյակով չափել են, ասենք մեկը մնալ մյուսի հողի մեջ տենց նպա։ Ուսախուհու ղեկավար։ Այո։ Երբ որ գյուղական քարտեզական ապարատ մեր գյուղը 8 մետր շեղում ունի, եկի հարավ արևի։ Մեր գյուղն էլ ասենք։ Ես չպես բան չի եղել։ Դա եղել այն ժամանակ, երբ որ քարտեզական արվում է, ոչ 8 մետր շեղում է, իրեն է դառնում ժողովրդի հողի։ Հասկանում եմ, լավ ասած միջև է դուշի չկա։ Եղել է Խոչարյանի օրոք է Ամպայա, հողա, 91 նորից եթե մեկի Դու հիմա որ քարտեզներն ես ասում, որ փոխվել է, Գյուղական քարտեզներ են արել, բազակություններ են, չի եղել տենց խնդիր, ոչ մի բնակիչ է տենց պատասխանային սխալ կա, մեր գյուղը չի եղել։ ես գերմանիան Դա քեզի հարց տան, ինչի է ամբողջ արմավիրի դարձի մենք, մենակ ես ոյ ամայցում եմ կրհինները։ Ինձը հետաքրքիր է շատ։ ես ասում եմ հնարավորինս օրենքներ են Բայց ինչի ես տեղուց ոյ համայնք։ Ինչի խոյ համայնքից, մենակ ոյ համայնքից, ինձ հետաքրքիր է։ Ամոջան, հասկանում եմ, բայց ինչի ամբողջ արմավիրի դարձի ոյ համայնքից։ Բայց իրանք միակ շիշ բերել են այդ գյուղացուն օգնել են, որ է ջերմոց Բարկմակա վեկարը բերի, որ մի բան ծրուբա բանդնի, միջև է փող չտան Ժամանակ ձերի սարկում են, ոչ մի բան եք ունեք առաջ, հողի մեջ են ջերմոսակում։ Մարդու հնարավորություն կվասասում ասենք ես նախագիչ արի, կանանու է Եվ մերում կուսակն է, ինչ պետք է երկու տարիվում որ երկու առազգություն Տենց են անում, երկու տարիդու նորից Ասենք շենք ավելացրել դրա բանը։ Ճիշտ է։ Կառավարման խնդրեմ, Դրա համար ասենք Բորիսով համար պետք է փոխվեցնել։ լավ է, սատի փորձեք, հնարավորին գյուղատու, հարգիքադին, օգտակարին պատասխանատու։ Այնքան են եկատան լսել, 20-90 տևերի, չէ, նավը կողմը գնացը, մնացը կարևոր նավ է։ Այլ մարդիկ են։ Դավիթ աշխատել է Աղբալեզան գյուղը, ինքը տեղակա գյուղը, Բաչիկն աշխատել է մեր գյուղում գյուղակը, ինքը տեղակա գյուղը։ Այսօր ես Ես դրա համար ենք, Ասատու ջան, մենք միանշանակ կողքն ենք գնելու, այդ ձեր ասած 6-7 ամիս ժամկետն չի լինելու, 100% չի լինելու։ Գազը փաշելում երբ շոշի խապատել։ Ջրի հետ գործ ունեն, գազի հետ գործ ունեն, խմելու ջրի հետ բան չի գործ ունեն, լավ, ուզում եմ հասկանամ ինչ է գործ ունեն։ ջուր եք գարում, դու լավ գիտես։ Շատ լավ, Գետի ջուր եք գարում, բռնի դրեցին, դեմը կդրեցին, ջուրը ջուր չփոխեցին։ ինչի համար, ինչի համար։ Հələ նա ջուրը մեկը թող ջրի փողը չկա, ով ջուր կտա։
Բայց փողը ծերի ծանի որ նա տանի։ Այդ համայնքի ղեկավարի խելքը որ կանգնի ժողովրդի կողմից չէ։ Այդ որ մեկն ազգից տակա որ այս անցոպի կնեի աջեշատ յուղում ջուրանեի մարդիկ։ Մեկը չեկա կանգնել այդ կողքից ո՞նց ալու։ Դեռ վերին փագին է։ Ջուրը ջերմի որ գանում է ջուրը փագին։ Շատ սխալ են արել։ Դե չեք անում արձագանք չկա փագել են։ Բաց Հիմա փակ ասում, հարուստ է, գործարու համանքապետ է, որը լուծում է Ավականուն նստող, որին կայես ձևա, կամ մինիմալ, կամ մաքսիմալ, պայման ավականուն որոշումա, թե մաքսիմում ոնց պտի գանձի, մենք ձեզ առաջարկում ենք, որ մենք լինելու նվացուկով կրնենք ոչ թե մաքսիմումով, որ ես ովայ դրանոսների օրինական ասման նման 1020 գրամ, կամ չգիտեմ և ավելի, մենք ամենամինիմալով ենք լինելու, ամենամինիմալն ենք լինելու ավականուն նստող, որ նվացին քարանի շարքը անպայման Իսկ ինչ վերաբերվում այն նրան, որ չգիտեմ կադաստրային այդ տարածքները մեկը մյուսի հետ այս պահին չի խոսում, բոլորս է տեղյակ եք այդ խնդիրներից։ Այդ խնդիրները, որը որ հիմա ձեր ասած քարտեզը, որը որ քարտեզագրել են 2000 թվականներին, այս ամեն ինչը կատարվել է համայնքի եւ կադաստրի։ Կադաստրը այդպես քնից չի հելեն քարտեզ գծել։ Այսինքն համայնքներն են սխալմամբ տվյալներ տվել դրա համար են կարելի, ոչ չեն եկել ու միանգամից պետական ծրագրերով այս տարի եղել է քարտեզագրում։ Գծելով են, չէ՞ Ալները մուտքագրվել։ Հիմա տվյալը տալու է, որ ասենք ես որտեղ որ հողապետանում տալու։ Ո՞րով է դու։ Համայնք եկել են ինձ չափակել, բայց պրոբլեմը կա, մեկը վերաբերում է համայնքային կառավարմանը, մյուսը պետական կառավարմանը։ Պետական կառավարման եւ համայնքային կառավարման մասը միջև են իշխանական։ Այսինքն այս երեք խնդիրը արձանագրում են։ Այն ինչ որ կապված է համայնքից, այս համացիների արդյունքում մենք առաջարկում ենք ձեզ, որ գնալու ենք նվազագույնի ճանապարհով, օրինակ ջերմոցների հարկման հետ կապված գումարների սահմանման գնալու, որը որ վերաբերում է կառավարության գործունեությանը, մենք այս իշխանության դեմ ենք, սրանց պետք է փոխել ու կարողանանք փոխել։ Այն ինչ որ վերաբերում է խնդիրներին, ուրեմն օրենսդրական լուծում, այսինքն երեք հարթության խնդիրները որ պետք է լուծել։ Մենք այդ դրանց տեղյակ ենք։ Այն ինչ որ վերաբերում է համայնքի առաջարկները ներկայացնել, այն ինչ որ վերաբերում է կառավարության օրենսդրությանը, այլ հարթության խնդիր է։ Այլ բան է, որ եթե ժողովուրդը միասնաբար պահանջի, որ պետք է այսպես լինի եւ ողջամիտ առաջարկներ ունենանք ներկայացված, մենք կռիվ կտանք դաժե այսօրվա գործող կառավարությանը, կարելի է ստիպել, ասել թե սենց է, ուրեմն մենք գնում ենք այս ճանապարհով, եթե չէ, ուրեմն օրենքը պետք է փոխել։ Այսինքն մենք համայնքի ուժը ստանալով նոր ղեկավարությունը կարողանալու է կռիվ տալ մինչև ամբողջական փոփոխություն իշխանության, որպեսզի համայնքի շահերը պաշտպանվի։ Դրանից ավել ով ինչ կխոստանա սովորական պոպուլիզմ։ Մեր առաջարկը, այն ինչ որ մեր ձեռքի կա, դա է համայնքի իրավասության ներքո հարցերը, նոր իշխանությունը եթե մեկ կարգավորը հանձնաժողովի շահառությունը հաշվի եւ Դավիթ Կարապետյանն արդեն ասեց, որ օրինակ թեմաները են։ Այն ինչ որ վերաբերում է համապետականին, արդեն այլ հարցության հարց է։ Միջև էսօր ոչ մեկ գյուղատնացություն չի։ Այսքան լավի է։ Ոչ մեկ չի գյուղատնացիները պատկերել։ Հիմա եկել ահուները, արդեն գյուղատնացիները պատկերել։ Հիմա այս ինտերնետները, էսի փողոցը։ Ուրեմն գյուղացի ջերմոց են շարժվում, գալիս է, ասում է 150,000, 300,000 փոխելու, օրինական ասում։ Ու ոչ մի թղթի վրա չկա գրած, որ պետական օրենքով արժի 50,000, 100,000, 200,000, որ ես մուծային օրինականացում։ Չկա ով ինչ ուզում կրացում, այս փաստաթղթը կա, ինձ որոշում եք վերևում, որ գյուղացու 1000 մետր ջերմոցը արժի 50,000 դրամ կամ 50,000։ Բայց ինձ բարհազ բարձրացա, ցավը Որտե՞ղ։ ջերմոց նստած, Որտե՞ղ։ Պարլամենտում մենք ներկայացված չենք։ Ամբողջ խնդիրը դա է։ Ես վաղուց պատգամավոր չեմ։ Հասկացա, հասկացա, բայց մենք հիմա համայնքային ներկայացանը եկել ենք համայնքային կրակում են, այսքան տուր, ոնց որ հիշեցել եք տանջվում, մենք այդ փողը մենակ տանենք տանենք։ պետք է ուղղեք իշխանության դեր, ոչ թե մեր դեր։ Իշխանության ինձ շակասող Իշա, հիմա դու այդ հարցը տվի։ Հիմա դու այդ հարցը տվի։
Ջրի վարձել այդ 153 միլիոնը փող այդ։ Այս փողերը որտե՞ղ է։ Որտե՞ղ է։ Համայնքի ղեկավարը ձեր դնի գա, տենայից։ Ձեր փոխանցած համայնքի ղեկավար ապել։ Եղել է մեր վաղտով այդպես բան, հա։ Չէ, ես հարց եմ տալիս, որ դե ասեմ։ Ես բայց հարց եմ տալիս։ Ձեր ժողովի ղեկավարն է։ Ավականին կարադերի, 0 դրամ կարադերի, 50% կարա 70%։ Ես քեզ եմ կրկնել։ Ինչի է ամբողջ արմավիրի մարզին, Մենակ խոյամայք, ապրես։ հարցը չեք տվել։ Ես տալի 1000 տվել եմ։ Գալիս է ժողովրդի բերքը խաղելու վաղտը, ոչ պետք չի մտածի, չէ՞։ Դուք հարց տվեք, ինչ համար չեք մտածի։ Դուք տարիքները սա ապրես, փակին, ծաղիկը փակին։ Այսքան ակցիարին բողոքին 110 ռուբլի թանկացրի կիլոյի մեջ։ Ինչը փոխ։ ամբողջ բերքը թափելու 110 ռուբլի կանգնացրես, գինը վարձանցում ես ուղղակի։ Դու կարող ես Ես ասում եմ նայեք, 110 ռուբլի, ինձ պետք է ասում ուղղակի որ զանգյանը 100 ռուբլի ասում։ Վարձը թանկացրի։ Էլի ես։ Աղջիկ ջան, վերարտացվում է, ինձ շատ են խզում, արդեն անցել եմ այդ ուղին, ինչ խոսում եք էլի դատասարի, մի կտրի։ Ուղիղա, չեմ կարա։ Ուղիղը խոսացի, բերին են միականես բանքս տվին, ես լրագրողին, որ բրնեի ես կարոտ նոխեք։ Եթերա, ինչ խոսում եք եթերա։ Եթերա, ոչ Ուրեմն մեր ամեն ուրիշ բան ասել։ Նիմանյանի տարա։ Ծիածան համայնքի իմ սիրելի բնակիչներ, հարգարժան հյուրեր, բոլորիդ հրավիրում եմ մեր դուռը մի վայրկյան հյուրասիրության։ Խնդրում եմ բոլորդ մասնակցեք։ Ծիածան գյուղի հարգելի բնակիչներ, մենք Մայր Հայաստանն ենք, քվեաթերթիկ համար 4, քիչ առաջ զրուցում էինք նաև տեղի բնակիչների հետ, բազմաթիվ խնդիրների մասին խոսեցին, մենք այդ խնդիրներից շատ լավատեղյակ ենք, գիտենք, որ ջերմոցների հետ կապված հարցեր կան, գիտենք, որ կամայական գներ են սահմանվում ջերմոցների օրինականացման համար, մեր գյուղացիներից ներկայացրեցին, որ նաև այդ օրինականացման պրոցեսներն են բավական երկար տևում եւ այսպես տաղտկալի եւ անարդյունավետ երկար ժամանակահատված է այդ ամեն ինչը զբաղեցնում եւ մենք բնականաբար լուծումները ունենք։ Այդ լուծումները հետեւյալն են. այն ինչ որ համայնքի մակարդակով է, մենք արդեն մեր առաջարկները ունենք եւ մենք կարծում ենք, որ ջերմոցները պետք է օրինականացվեն համայնքի ավականու որոշմամբ ամենանվազագույն շեմով։ Մարդիկ իրենց տնամերձ ջերմոցները պետք է կարողանան օրինականացնել այնպես, որ բանկրոտի չենթարկվեն։ Սա մեր պրինցիպիալ որոշումն է։ Մենք շատ լավ տեղյակ ենք գյուղի խնդիրներից։ Մեր ցուցակը գլխավորում են մարդիկ, ովքեր գյուղական համայնք են ղեկավարել եւ մեծ աշխատանքային փորձ ունեն։ Այնպես որ մենք լսելով կամ խոսելով չի որ տեղյակ ենք խնդիրներից եւ լուծումներ ենք առաջարկում։ Բարդ է Ժորժ ջան, ողջունում ենք ձեզ։
Մենք հիմա կօգտվենք բնականաբար հյուրասիրությունից, բայց այս ժողովուրդ ջան, հետևորդներին հիշացնենք, որ այս պահին գտնվում ենք Ծիածանում, Բաղաշապատ համայնքի ո՞ց է գտնվում ենք Ծիածանում և մի պահ այսպես ասած ոչ գովազդային դադար կամեր Ձեզ թվում ենք սերից հետո շարժի շարժվենք Ոտքներս բարի ծիածան Յոժան շնորհակալություն ոտքներս բարի, մենք գիտենք, որ փորձառու մարդիկ են ներգրավվածքի մեջ, համայնքի նախկին ղեկավարներ, մեծ հարգանք վայելող մարդիկ, և մենք պարզերեսով, բաց ճակատով ներկայանում ենք ձեզ և ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Հանուն Ծիածանի, հանուն Բաղաշապատ համայնքի, հանուն մեր երկրի։ Ապա մայր Հայաստան համար չոր։ Մենք ենք ժողովրդի կոչանում ապրեք,
Հարգելի հետևորդներ, այս պահի Սիացան գյուղում մենք դիմավորել ենք հյուրասիրել, հիմա ինչպես տեսնում եք, օգտվում ենք շատ լավ հյուրասիրությունից, ես տեղեկացնում որ այսօր խայտարակ հարձակում է տեղի ունեցել մեր քիմնակցի, մեր աջակցի վրա, հայտնի բլոգերը, մեր աջակցում են Մայր Հայաստանին, եկել են ցելեն ասֆալտի վրա, քաշ տալով տալ են մեքենայի մեջ, հիմա փնտրում ենք ոստիկանությունում չեն գտնում, հասկանաք, մարդուն առևանգել են հաստացի, տեղի ունեցել առևանգել, որովհետև իրենք ոչ ֆորմալ են համապատասխան համազգեст չեն ունեցել, քաղաքացիական հագուստով եկել հարձակվել են բլոգերի վրա հարությունները, և հիմա մեր փաստաբանները փնտրում են գնացել են ոստիկանությունների շնորհիվ, ասում են իրենք տարել են արմավիր, հիմա արմավիր են գնացել, մենք իհարկե հետևում ենք այս ամեն ինչին, բայց իրենց ծրագրերը թույլ չենք տալու, որպեսզի իրականություն դառնա։ Մենք չենք խափանելու մեր ծրագրերը, պլանները հանդիպել գյուղում և թույլ չենք տալու, որպեսզի իրենց ազդեցությունը մեր վրա ինչ-որ արդյունք տա։ Վաղարշապատցիներն կոչ են անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և սրանց մի հատ քաղաքական ապտակի միջոցով վռնդել վաղարշապատի վրայից։ Իրենք անհանգստացած են, սա իրենց անհանգստության դրսևորումներից է և կոնկրետ նպատակային հարձակվել են Մայր Հայաստանի վրա, որովհետև Մայր Հայաստանը իրենց պլանները խախտել է, իրենք իրեն խոյը գրպաններում դրած է, ու խոյից ասենք չգիտեմ ինչքան տոկոս են խփելու, բայց մենք ասեցինք չէ, այդպես չի, խոյնել է մերը, էջմիածիննել է մերը և բոլոր դիմադիր ուժերով մենք ձեզ թույս կտանք, թե ով ինչի է արժանի։ Այնպես որ սիրելի վաղարշապատցիներ, մեր միակ ուժը դուք եք, դուք մասնակցեք ընտրություններին և հնարավորություն տվեք մեզ իրականացնել բոլոր այն ծրագրերը, որը մենք ձեզ ներկայացնում ենք, քիչ առաջ խոսում ենք բնակիչների հետ, բավական վրդովված ենք, ինչպես ասած մի քիչ շփոթեցին, մտածեցին, չգիտեմ, ինչ-որ որոշում ենք կայացրել եւ այլն, բայց մարդիկ ուղղակի ուզում են իրենց դարձու ցավից խոսել, մենք էլ լսեցինք, այս մասին գիտենք, հերմոստատի հետ կապված եւ մենք լուծումներ առաջարկել ենք։ Եկեք մեզ հիմա Μια τάντζερότσικ. Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեզ ընդունելու, ջերմ ընդունելու համար եւ շարունակենք արդեն մեր շրջայցը գյուղով եւ կներկայացնենք մեր մոտեցումները։ Եկեք ծափահարություններով տանտիրոջը շնորհակալություն հայտնենք եւ
խոստանանք, որ պտտվելուց հետո նորից կգանք։ Մեզ շատ լավ ընդունեցիք ու մի քիչ պլանները խախտում եք արդեն գրաֆիկի առումով։ Շարժվեցինք, ժողովուրդ ջան։ Հայ Հայաստանը, ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Քիչ առաջ մի հայտնի ֆիլմից դրվագ հիշեցի, ասում է իրեն Նաջարյանի տուն եկող, որ ինչ չմոռանա ինչի համար եկել, պետք է չգնա։ Մեզ քիչ առաջ ուզում են մոռացնեն, թե մենք ինչի համար հավաքվել, բայց մենք բնականաբար չշեղվեցինք նախանշված գրաֆիկից, թեև գայթակղությունը մեծ էր։ Մենք ողջունում ենք ձեզ։ Մենք մասնակցում ենք այս ընտրություններին, որպեսզի նոր իշխանություն ձևավորվի վաղ շաբաթում, վաղ շաբաթը ձերբազատվի խուլիգանական բարքերով առաջնորդվող իշխանությունից։ Ինչեր այդպիսի ձևակերպում օգտագործում, որովհետև ելի շուտ տեղի է ունեցել հայտնի բլոգեր Օնո Արությունյանի հետ, դա խուլիգանություն է ուղղակի։ Անկախ նրանից, թե ինչ հիմքով են իրեն տարել ոստիկանություն, ինչ արարք կամ չարարքի համար, այն ձևը, որը ընտրվել էր, դա պարզապես խուլիգանություն է։ Քաղաքացիական հագուստով ուժային կառույցների ներկայացուցիչները գետնին են տապալում մարդուն, հետո տանում են անհասկանալի է թե ուր, որովհետև մինչև այս պահը գոնե պարզված չէ, թե որտեղ է գտնվում բերման ենթարկված, բռնությամբ բերման ենթարկված բլոգերը։ Սա խուլիգանություն է, որը մենք արձանագրում ենք։ Դրանից առաջ էլ գիտեք, գործ կառույցներ, սրանց կողմից դրանցից կցվածներից մեկը կեղծ մատնություն էր անում, այսինքն այս իշխանությունը որևէ այլ քայլ չունի, քան ապօրինություններ թույլ տալը։ Մենք քաղաքացիական պայմանագրին հակադրելու ենք ծրագիր, գաղափարախոսություն, թիմ եւ կազմակերպվածություն։ Օրվա իշխանությունը այլ գործիք չունի, քան ուժայինները, կեղծ մատնագրերը եւ վարչական ռեսուրսը։ Դրան մենք հակադրում ենք ժողովրդի քվեն, մեր ծրագրերը, մեր գաղափարները, մեր սկզբունքները։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ մենք կոչ ենք անում ձեզ ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Մայր Հայաստան, համար 4 Ձեածան գյուղի հարգելի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, ինչ է առաջարկում ձեզ այսօր մեր կուսակցությունը։ Առաջինը նշեմ, որ մեր կուսակցությունը վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին առաջարկում է, որ ջերմոցները մենք դեմ չենք, որ օրինականացնենք, բայց օրինական դառնալու համար լինելու են գյուղացու կողքը, չենք մտնելու գյուղացու գրպանը,
եւ օրինականացնելու համար գնալու ենք ամենամինիմալ պայմանների։ Առաջարկում ենք նաեւ, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում մանկապարտեզները լինելու են անվճար։ Ուստի ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկն է համար 4, միացեք մեզ, Մայր Հայաստան, միացին, միացին, Ողջույն սիրելի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, մենք քվեաթերթիկում համար 4-ն ենք։ Սիրելի հայրենակիցներ, մենք այն ուժն ենք, որ կանգնած է հայ եկեղեցու կողքին, մենք այն ուժն ենք, որ կանգնած է արդարության կողքին։ Մենք ոչ նախնիների գծողն ենք, ոչ ներկաների, դեռ ենք թե նախնիների, թե ներկաների։ Սիրելի բնակիչներ, մեր ծրագրերը բազմաթիվ են և որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը, կյանքի կոչենք այն, մեզ պետք է ձեր թվեն, ձեր վստահությունը և բոլորս միասին պետք է միանալ, որպեսզի կարողանանք արդարություն վերականգնել, որպեսզի պահպանենք հայրենական եկեղեցի, պահպանենք մեր հայրենիքը, պահպանենք մեր վաղվան սերունդների կարիք, ապագան, ապահով և արդար։ Սիրելիներս, նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս տվեք մեզ հնարավորություն, որպեսզի մենք կյանքի կոչենք այն բոլոր ծրագրերը, որոնք նոր իրական են դառնալու։ Եվ ուրեմն, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, մենք համար 4 քվեաթերթիկ ենք և կոչ ենք անում բոլորին, որպեսզի փոխենք, պետք է միանանք։ Մայր Հայաստան, համար 4, Հարգելի սիացանցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Ահա այս գյուղական ճանապարհով, որ անցնում ենք, մենք հատկապես այս գյուղում գոնե ինձ համար ավելի շատ նկատել է, որ ջերմոցները շատ են, հետևաբար այստեղ առավելապես ուրեմն այդ ջերմոցային խնդիրը սուր է դրված եւ մենք արդեն հայտարարեցինք, որ ջերմոցների օրինականացման հետ կապված մենք իրարելու ենք նվազագույն շեմը, որը որ համայնքային իրավասության ներքո է։ Մնացած խնդիրները, որ առկա են, վերաբերում են արդեն օրենսդրությանը եւ պետական կառավարմանը։ Մենք դեմ ենք այս իշխանություններին եւ իշխանափոխության ճանապարհ ենք ընտրել բոլոր հարթակներում այս իշխանություններին մերժելը։ Իշխանափոխությունը վաղարշապատում կարող է լավ նախադրյալներ ստեղծել երկրում ամբողջական իշխանափոխության համար։ Դա է պատճառը, որ մենք մասնակցում ենք ընտրություններին եւ ձեզ կոչ ենք անում ձեր մասնակցությամբ սատարել մեզ, քվեարկել օրվա իշխանության դեմ եւ ձևավորել ազգային նոր իշխանություն։ Մայր Հայաստան, համար 4, Հարգելի ծիածանցիներ, մենք Մայր Հայաստանն ենք, մենք ողջունում ենք ձեզ ու բոլորիդ կոչ ենք անում գնալ տեղամաս, մասնակցել ընտրություններին, կատարել քվեարկություն, վերջ դնել այս ստի ու կեղծիքի դարաշրջանին, գնալ ընտրատեղամաս, որ նոյեմբերի 17-ը նոր իրականություն բերի թե ձեր գյուղին, թե վաղարշապատին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Նման ընտրական գործընթաց, որ իշխանությունը այդքան ոտնձգի այլակարգության դեմ, դանոսներ գրեն, զրպարտանքներ գրեն,
մարդկանց ձերբակալեն, դա ամոթի ու խայտառակության գագաթնակետն է։ Եվ ովքեր են պասերով անում, այս իշխող քաղաքացիական պայմանագիրը ու նրանց քաղաքական կցորդ հանրապետություն կուսակցությունը։ Ու մեկի թեկնածուն է ուրացող, մյուսի առաջնորդն է ուրացող։ Իրենք իրենց ուրացումը այնքան կատարելության են հասցրել, որ հանուն փողի, հանուն իշխանության, հանուն կաբինետների, հանուն տենդերների, հանուն պետգնումների, հանուն շինթույլտվությունների արդեն բացեի բաց մեկը մյուսին աջակցում է, որ քաղաքական ու իրանք մեկ են, իրանք նույնն են, իրանք տարբեր չեն։ Իրանք այնքան նույնական են իրենց ուրացման մեջ, այնքան ռեկորդակիր են իրենց ուրացման մեջ, որ շուտով հանրայինը կարող է հեռուստանովել նկարահանել ուրացող փաչանակները անունով։ Այդ են իրանք, ու այդ ուրացումը լավ բանի չի բերելու։ Սեփական, հարազատի, վաստակը, հիշատակը, նվիրումը, հանուն պաշտոնի ուրացող մարդիկ պատրաստ են նաև հայրենիքը ուրանալ, մեր հողն ու ջուրը ուրանալ։ Ու այսօր բրիֆինգի ժամանակ, երբ որ նույն Փաշինյանին հարց են տալի Արցախում ապրած հայերի և նրանց իրավունքների մասին, ասում ատես Սինգապուրում են հայեր ապրում, այսինքն Փաշինյան Նիկոլի համար Արցախն ու Սինգապուրը նույն բանն են։ Այդ մարդը ուրա չի է թաքցնում, բարև ձեզ։ Հայրերի ծանցիներ, նաև ձեր քվեով, ձեր ընտրատեղանոց գնալով, նոյեմբերի 17-ը շատ բան է փոխելու 16-ի արդյունքներից կախված։ Այդ ամենը փոխվելու է եւ հարց է առաջանալու թե ԿՊ-ի թեկնածուն, նրա հովանավոր տարածքային կառավարման նախարարը, հետո ինչ են սովեն մեծ խոսելու։ Եթե իրենք հույս ունեին, թե պարտվելու պարագայում հեծում գործի են տեղավորվելու, են թորոմած Ռոմանոսը ասում է, հեսա հեծը կարող է լիցենզիայից զրկվի։ Անց առաջանում, տղենք, բավոր անգործ մնանք, չենք մտածում, որ առանց պաշտոնի էլ պիտի, դուր գաք մարդամեջ, մարդկանց հետ բան խոսակ, ձեր ասածների համար պատասխանատու լինեք, առասարակ, թե համայնքային, թե համապետական մասշտաբով, այս իշխանությունները սպառվել են եւ գալիս է պատասխանատու, հաշվետու, հողին ու երկրին կպած, պաշտոնի համար չմեռած, պաշտոնի համար բանտերը չլցնող եւ այս երկիրը ոչ թե բաժակաճառերով, այլ իր ամենօրյա ապրած կյանքով սիրող մարդկանց ժամանակը եւ ուրեմն Մայր Հայաստան Համար 4 Միացին Ողջույն սիրելի էջմիածնեցիներ, համաքաղաքացիներ, Ծիրաղցյան գյուղի բնակիչներ, մեր գործընկերները, մեր թիմակիցները արդեն ասեցին այն ամենը, որը կրկնել հարկավոր չէ, միայն կասենք մի բան։ Նոյեմբերի 16-ին միահամուռ ուժերով առաջնահերթ մասնակցեք ընտրություններին, փորձեք ազատվենք չարիքից գլխավոր մեր երկրում տիրած։ Իսկ իրականում ընտրում ենք Մայր Հայաստան համար 4 Մայր Հայաստան համար 4 Համար 4 Մայր Հայաստան
Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրսինե Մկրտչյան, Քվեաթերթի կամը։ Հարգելի ծիածանցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք, որպեսզի դրական փոփոխություններ բերենք եւ համայնքում եւ հետագայում նաեւ ամբողջ երկրում։ Մայր Հայաստանը մշտապես պայքարի մեջ է իր ձևավորման օրերից դեռ շարժման ժամանակ երբ կուսակցական ձևաչափը չկար, մենք մշտապես պայքարի մեջ ենք եւ բոլոր հարթությունները չենք անտեսում, եթե քաղաքական պայքարը հիմա համայնքային հարթության մեջ է, ուրեմն մենք այստեղ ենք պայքարում։ Վաղը արդեն համապետական մասշտաբի կլինի եւ որևէ կասկած չունենա, որ Մայր Հայաստանը առաջնորդություն է լինելու այդ պայքարի եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ազատվենք այս ադրբեջանական եւ թուրքական ծրագրի իրականացող իշխանություններից։ Մեր մոտեցումը հենց դա է։ Այնպես որ այս պահին մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել վաղարշապատի ընտրություններին եւ ձեր ձայնը տալ Մայր Հայաստանին քվեաթերթիկ համար 4, ձայնը տալ, որպեսզի մենք կարողանանք իշխանափոխություն իրականացնել եւ կյանքի կոչել մեր ծրագրերը։ Մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը եւ քաղաքացիները պետք է իմանան, որ մեր գլխավոր ուժը իրենց աջակցության մեջ է։ Եթե իրենք գալիս են ընտրատեղամաս եւ տալիս են իրենց քվեն, մնացած արդեն քաղաքական ուժերի խնդիրն է։ Մեր խնդիրն է արդեն լինելու ձեր ձայները պահելը, մեր խնդիրն է լինելու նոր իշխանություն ձևավորելը։ Մայր Հայաստանը այս ընտրություններին բնականաբար մասնակցում է ամենաբարձր արդյունքը հաղթանակը արձանագրելու համար, բայց եթե ընտրողները որոշեն, որ պետք է բաշխվածություն լինի ընդդիմադիր ուժերի միջև, ապա Մայր Հայաստանը ստանձնելու է համախմբողի, կոնսոլիդացնողի դերը եւ մենք տեսնում ենք, որ համատեղ ուժերով կոալիցիոն սկզբունքով հնարավոր կլինի արդյունավետ ղեկավարում իրականացնել վաղարշապատում։ Մենք
բնականաբար կրկնեմ, ձգտում ենք առավելագույնին եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Մենք նախկինի ու ներկայի բանավեճից դուրս քաղաքական ուժ ենք, մենք նոր ուժ ենք, մենք այլընտրանքային ուժ ենք, մենք այն երրորդ ուժն ենք, որի մասին հասարակությունը խոսում է եւ որպես այլընտրանքային նոր ուժ մենք ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը վաղաշաբաթի ընտրություններում։ Մայր Հայաստան, համար 4, միացիր։ Կանցնեն օրեր, ատելության ու տխրության, եկել է շամը կողաչի շուշնիության։ Սեր կորասի, կողքո համար, վարաշապաս, էչ միացի, Խիազանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրություններին, որ ունենանք հզոր համայնք, մաքուր համայնք, մենք պետք է մեր համայնքը մաքրենք աղբից ու կեղտից։ Ուստի ձեզ բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցեք եւ ձեր ձայնը տվեք համար 4 Մայր Հայաստան կուսակցությանը։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի, որ փոխենք, միացի, որ փոխենք։ Հարգելի ծիածանցիներ, ողջունում ենք ձեզ։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում համայնքում ու հատկապես գյուղերում։ Մարդկանց մոտ փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, փորձում են տարբեր լծակներով ճնշել, փորձում են ստիպել, ինչ-որ բաժիշտ գործողությունների են գնում, բայց դա չպետք է ձեզ հուսահատեցնի, վախեցնի, դուք կարող եք գնալ ընտրատեղամաս, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ, գնալ ընտրատեղամաս և քվեարկել ձեր համոզմունքների և խղճին համաձայն։ Այդ դեպքում մենք համոզված ենք, որ քաղաքացիական պայմանագիր կոչվածը որևէ շանս չի կարող ունենալ։ Մենք տեղեկացնենք ձեզ, որ էջմիածնում են բռնությունները, վարչական ռեսուրսները կիրառվում են, այսօր են բռնության դեպքի ականատես եղանք, մեր դիմացի հանդեպ, բայց սա մի բանի վկայություն է։ Քաղաքացիական պայմանագիր կոչվածը եւ իր մտցորդները անհանգիստ են։ Անհանգիստ են, որ չեն կարողանալու իրենց պլանները իրագործել։ Իրենք մտածում էին, որ խոյում քվե կգողանան, բայց դա մենք թույլ չենք տալու։ Այնպես որ սիրելի վաղաշաբաթցիներ, ծիածանի հարգելի բնակիչներ, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր խոսքը ասեք այս իշխանություններին։ Եվ ինչպես քիչ առաջ նշեց
Գրիշա Հարությունյանը մաքրել է պետք գավառշապատը աղբից ու կեղտից։ Մայր Հայաստան, միացիր, միացիր։ Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հովսինե Յուկաչյան, Քրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Զիացանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քրեաթերթիկ համար 4։ Նոյեմբերի 16-ի ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մենք պետք է ներժենք այս սեփապիստների, ուրացողների, մատնիչների, գործ կարողների, հիմա նաև ավելացավ բռնություն կիրառողների դաշինքի եւ ձայնը տանք Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Զիացանի սիրելի բնակիչներ, մենք շատ լավ տեղյակ ենք ձեր խնդիրներից, այդ խնդիրները միայն ձեր գյուղին չեն վերաբերում, վերաբերում են ամբողջ Խոյ համայնքին, եւ կապված են ջերմոցների հետ, նրանց օրինականացման գործընթացի հետ։ Դատելով այնից այդ օրինականացման գործընթացը խախտում է մարդու իրավունքները, իսկ իրավունքը ավելի գերակա է, քան օրենքը։ Օրենքը պետք է բխի իրավունքից, իսկ իրավունքը մարդկանց տնտեսությունը զարգացնելու, ստեղծելու, արարելու եւ սեփական բարեկեցությունը, երջանկությունը ապահովելու շրջանակներում է։ Եթե օրենքը խաթարում է այդ հնարավորությունը, ուրեմն պետք է վերանայել օրենքը։ Մենք կարծում ենք, որ պետք է գյուղացիների համար ջերմոցային տնտեսությունները օրինականացնել հնարավոր նվազագույն պայմաններով, ինչը որ ցույց է տալիս օրենսդրությունը։ Եթե օրենսդրությունը խաթարում է, խոչընդոտում է ջերմոցների զարգացմանը, ուրեմն պետք է վերանայել օրենքը, բայց սա արդեն համապետական խնդիր է։ Այն ինչ որ համայնքային մակարդակում է, Մայր Հայաստանը պարտավորվում է իրականացնել դա։ Մեր ծրագրում էլ հատուկ նշել են։
այն ինչ որ համապետական մասշտաբում է, մենք այդ նպատակն էլ ունենք, որ պետք է փոխենք իշխանությանը եւ վաղաշաբաթի ընտրությունները հենց դրան էլ նպաստելու են։ Այնպես որ հարգելի վաղաշաբաթցիներ, ծիածանի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, մի զլացեք, մի վախեցեք, մի ալարեք, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով ձևավորեք նոր ազգային իշխանություն։ Միացիր, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Սիրելի ծիածանցիներ, Մայր Հայաստանը ողջունում է բոլորիդ եւ հիշեցնում, որ մենք քվեաթերթիկում համար 4-ն ենք։ Սիրելի հայրենակիցներ, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անցել է բռնակալական ռեժիմի արդեն անթակույց, արդեն իր վախերը չի կարողանում թաքցնել եւ տեսնելով, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ այլևս 2018 թվականի նման իրեն չեն վստահում, հակառակը լիովին ատում են, զզվում են ՀՊ-ից էլ, Նիկոլ Փաշինյանից էլ, փորձում են լռեցնել։ Նիկոլ Փաշինյանը անցել է բռնաճնշումների եւ իր փոքրիկ խմբակի կյանքը փորձում է երկարաձգել բռնաճնշումներով, մարդկանց վախերը փորձելով, մարդկանց վախերը բռնելից բառերով ասած։ Մենք տեսնում ենք, որ Մայր Հայաստանի աջակից Էջմիածնում հայտնի բլոգեր Օնո Հարությունյանին են այսօր Նիկոլի բառերով ասած ասֆալտին թռել։ Նիկոլ Փաշինյան, սա հայտարարություն է։ Երբ դու միջազգային հատակներում խոսում ես ժողովրդավարությունից, խոսում ես մարդու իրավունքներից, դու պետք է ամաչես նրանից, ինչը իրականացնում ես Հայաստանի Հանրապետությունում։ Դու հստակ գիտես, որ Մայր Հայաստանում գտնվող որևէ մեկը քեզնից էլ, քո խմբակից էլ չի վախենում։ Ուզում ես ասֆալտին թռիր, ուզում ես դու ասֆալտին թռվիր։ Դու միայն որ վախենում ես Էրդողանից ու Ալիևից ու պամպերս առանց պամպերս հագնելու գալիս ես Հայաստանի Հանրապետությունում, փորձում ես վախերդ մեզ վրա բռնացնել։ Վախեցած ես դու, մենք չենք վախենում։ Եվ հիշեցնում ենք, սիրելիներս, որ վախենալ պետք չէ մարդակեր բռնակալից, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանը 26 թվականին հասկանում է, որ հեռանալու է քաղաքականությունից եւ փորձում է խաբել արատավորելով։ Մենք գիտենք, որ Մայր Հայաստանը ինքնուրույն կուսակցություն է, ամենամաքուր թիմն է, որի անդամները երբևէ չեն եղել բարձր պաշտոններում եւ միշտ, երբ որ ունեցել են փոքրիկ լիազորություն, եղել են քաղաքացու կողքին, բարձրաձայնել են խնդիրները եւ փորձել են պարտադրել այդ խնդիրներին լուծումներ։ Սիրելի հայրենակիցներ, եթե ուզում ենք, որ Արցախի ճակատագիրը չկրկնենք, եթե ուզում ենք, որ Էջմիածինը մնա Էջմիածին, Հայաստանը մնա Հայաստանի Հանրապետություն, ապա նոյեմբերի 16-ին շատ պարտադիր է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը ընտրություններին։ Նոյեմբերի 16-ին անպայման ձեր քվեով մերժեք քաղաքացիական պայմանագրին, մերժեք Հանրապետություն խմբակին, որը կցորդն է քաղաքացիական պայմանագրի, եւ պահպանեք ազգային արժեքները, ճիշտ ընտրություն արեք։ Մտնելով ընտրատեղամաս, ընտրեք քվեաթերթիկներից ամենակարևորը, ազգային արժեքներ կրողը, ժողովրդի կողքին կանգնած եւ ամենամաքուր ու ինքնուրույն թիմին, Մայր Հայաստանին։ Հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4-ն է։ Ընտրելով քվեաթերթիկ համար 4-ը, դուք փոխելու եք ձեր կյանքը դրական ուղղությամբ, զգալու եք ձեզ իշխանության տերը։ Մայր Հայաստանը ներկայացնում է ծրագրեր, որոնք ձեր կյանքը բարելավելու են, եւ դուք նորից վերգտնելու եք հայ արժանապատվությունը եւ ապրելու եք Հայաստանի Հանրապետությունում, որը ոչ մեկի առջև չի կորանում, չի խեղճանում, այլ հային վայել արժանապատվությամբ զարգացնում է տնտեսությունը, կրթությունը, գիտությունը։ Սիրելիներս, սիրելի Ձիաձան գյուղի բնակիչներ, անպայման նոյեմբերի 16-ին ընտրատեղամաս գնացեք, մի ալարեք, փոխեք բոլորիս կյանքը, ազատեք մեզ այս չարիքից, այս ՀՊ-ից ու հանրապետությունից։ Հիշեցնում ենք, որ մեր քվեաթերթիկը 4-րդն է, համար 4-ը բերելու է իրական փոփոխություններ,
բերելու է եւ կենսաթոշակների բարձրացում, եւ աշխատավարձի բարձրացում, եւ փողոցների ասֆալտապատում, եւ մանկապարտեզները վաղաշաբաթ խոշորացված համայնքում դառնալու են անվճար։ Այդ չենք ասում, որ ջերմոցային տնտեսություններին մենակ չենք փոխնելու։ Պետությունը իրավ կանգնելու է նրանց կողքը։ Այնպես որ իրական փոփոխությունների ժամանակն է եղել եւ այդ փոփոխություններ բերողը քվեաթերթիկ համար 4-ն է։ Մայր Հայաստան համար 4։ Մայր Հայաստան համար 4։ Ծիածանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Անպայման մասնակցել ընտրություններին եւ ձեր վճռական աջակցությունը եւ սատարումը հայտնել Մայր Հայաստանին։ Ձեր ներդրումը հայտնել իշխող խմբակին եւ իմ կցորդին։ Դրանք պրոֆեսիոնալ հարթ բռնետղողներ են։ Դրանք պարապած ցուցմունք ու դանոց գրողներ են։ Դրանք քաղաքական պայքարին ամենաճղճին գործիքակազմը օգտագործողներ են։ Ու այդ բողոքները, որ ուղարկում են Հարությունյան օնային տենց տերորիստներ էլի տենց կթան բռնեցին, սենց վնասած վերցեցին, ու ամոթ հա ուղղակի դա խայտարակություն հա։ Բայց ոնց ինչի վրա զարմանաս Սարգսյան Մարամը, որ իր կուսակցությունը կոչում է Հանրապետություն, հարցազրույց տալու ուրախ ասում է, գիտեք թուրքերին ինչ լավ ստոմատոլոգիական ծառայություններ կմատուցենք մենք։ Եթե այդ մարդը պատրաստ է Արցախի Գորիսյան գնով թուրքերի հետ քիլվայություն անի, որ ստոմատոլոգիչսկի ծառայություններ մատուցի թուրքերին, նշանակում է իր կուսակցության անուններ պիտի փոխի Հանրապետությունից դարձնի վիլայետ։ Իրանք վիլայետ կուսակցությունն են, իրանք Հանրապետության հետ ինչ կապ ունեն, իրանք Հանրապետությունը ծնկի բերող են։ Ու այն կարգի են իրար հետ կտրվել իրականությունից ու լկտիացել, որ որպես համայնքի կառավարման ամենախայտառակագույն դրսևորում դա բոլորի քաղաքամայն Երևանն է։ Որտեղ միտում է այնպիսիներ, որ գնալով կրճատվում են չզեկուցվող հարցերը, փաթեթը բերում են 15-20-25 հարց չզեկուցվողով։ Հիմա ամսի 18-ին կայանալիք Երևանի հավաքանու նիստի օրակարգ են ուղարկել քիչ առաջ, օրակարգում ընդգրկված է 10 հարց, 10-ն չզեկուցվող։ Ասենք ամոթ հա, հենքա դեկորացիայի վերածեք, տեղական ինքնակառավարումը Երևանի քաղաքային հավաքանին եղել է կա եւ մնալու է քաղաքական մարմին։ Ու այդտեղ բոլորը կրելու են քաղաքական պատասխանատվություն։ Ու այդ պատասխանատվությունը բոլորի դուռը թակելու է, շատ քիչ է մնացել։ Եվ աղարշապատում, եւ համապետական ընտրություններում։ Դուք կտեսնեք ձեզնից ով ով է, մեզնից ով ով է, ով ինչ վերաբերմունքի է արժանանում։ Ու այդ առումով Մայր Հայաստանի հաղթական երթը պետք է լինի անկասելի։ Եվ ուրեմն Մայր Հայաստան համար 4։ համար 4 Մայր Հայաստան միացին, որ փոխենք, միացին, որ փոխենք, միացին, որ փոխենք։ Շապան,
Ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը, մենք Վաղաշապատի հավաքանուն ընտրություններին մասնակցում ենք 4-րդ քվեաթերթիկի ներքո։ Ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, որպեսզի վերջ դրվի այս ապազգային ուրացող սրբապիղծ իշխանությանը և ձևավորվի ազգային նոր իշխանություն։ Մենք շատ լավ տեղյակ ենք գյուղի խնդիրներից, ունենք դրանց լուծումները, շատ լավ տեղյակ ենք քաղաքի խնդիրներից և մեր առաջարկներն ենք ներկայացրել ընտրողներին, բայց ամենակարևորը, որ մենք առաջարկում ու ակնկալում ենք աջակցություն ընտրողներից, դա նրանց ակտիվ մասնակցությունն է և ՔՊ-ի մերժումը։ Ողջույն, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ, բարև ձեզ։ Все, արդեն բրուն եք կայես։ Ոչ, սեզ դաղ։ Ես բնական Անգլիի հետևորդներն հիշեցնում, որ այս պահին գտնվում են Սիացանի գյուղում և մեր հետ ենք հանդիպում նշվածքի կողմնակությունը, այսօր երկրորդ գյուղներ քաղաքացիություն, այս պահին մենք իհարկե շարունակենք Սիացանում, բայց վարկանիշնենք հեռարձակումը, քիչ անց կմիանանք արդեն մյուս գյուղից հոկամից։